Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանին։ Բարի երեկո Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Գրիգորյան, եւ այսպես ավարտվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի մասին տարբեր հարթակներում շատ քննարկումներ եղավ։ Եվ պաշտոնական Երևանը եւ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները այս միջոցառումը պատմական ձևակերպում տվեցին, մինչդեռ խորհրդանական ընդդիմությունը այլ ընդդիմադիր ուժեր ոչ միանշանակ ընդունեցին։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, մեզանում հաճախ ավելի շատ քննարկվում են քաղաքական հայտարարությունները, քան այն պրակտիկ օգուտները, որ Հայաստանը կարող է ստանալ։ Գեղեցիկ հայտարարություններ հնչել են, իհարկե հնչել են։ Հողի վրա ինչ ստացավ Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոսեց, հերթական անգամ խոսեց 2.6 միլիարդ եվրոյի օգնության, օժանդակության, որը հիմնականում իհարկե վարկի տեսքով պետք է լինի դրա մասին, բայց դա տարիներ շարունակ խոսվում է։ Արդյոք մինչև այս պահը հնարավոր չէր գեղեցիկ հայտարարություններին զատ կամ այդ հայտարարություններին զուգահեռ մենք գումարները ստանանք, իհարկե հնարավոր էր, բայց ցավոք դա իրողություն չի։ Վիզաների ազատականացման մասին է խոսվում։ Տարիներ շարունակ քննարկումներ կան, բայց գիտեք, որ մինչև այսօր դեռևս բիոմետրիկ անձնագրերի փոփոխության process-ի մեջ ենք եւ ազատականացման դեռևս չենք հասել։ Նկատի ունեմ բազմաթիվ հայտարարություններ, որոնք դրական ֆոն թվում է, թե կարող են ստեղծել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից, բայց երբ որ դու հողի վրա նայում ես, թե ինչպիսի արդյունքներ ունես գնացած տնտեսությունից մինչև այլ հարաբերություններ, տեսնում ես, որ Հայաստանը մեծ օգուտ չի ստացել, հատկապես նաև մենք բարձրաձայնում ենք այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ցավոք աննկատ մնացին եվրոպական երկրների ղեկավարների եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Եվ մենք գիտենք, որ ակցիաներ էինք իրականացնում նաև այդ թվում այդ հարցերը բարձրաձայնելու, ինչպես նաև մեր ռազմագերիների հարցը բարձրաձայնելու եւ Ադրբեջանի հետ կապված տարբեր հարցեր քննարկելու համար։ Նկատի ունեմ, որ այո, լավ է, որ Հայաստանում տեղի ունենում նման միջոցառումներ, բայց պետք է հասկանալ, թե հողի վրա Հայաստանի Հանրապետությունը դրանից ինչ է ստացել։ Բայց եթե սրան էլ գումարում ես, որ տարբեր հայտարարություններ են եղել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում Մակրոնի կողմից, Զելենսկու կողմից, որոնք կարող են խնդրահարույց լինել եւ այլ աշխարհակաղակական կենտրոնների կողմից ոչ միանշանակ ընկալվել։ Տեսեք, ձեր նշած աշխարհակաղակական կենտրոններից մեկից, հատկապես Մոսկվայից սուր քննադատություններ հնչեցին, այն հայտարարությունների հետ կապված, որոնք հնչեցին հենց Երևանից, բայց երբ սրան գումարվում է ընդդիմության քննադատությունները, որ ինչու կամ ինչու այսպես Երևանում անցկացվեց այս գագաթնաժողովը, իշխանությունը ձեզ հակադարձում է, որ այս կերպ դուք փաստորեն Մոսկվայի ջրաղացին եք ջուր լցնում, այլ ոչ թե հանդես եք գալիս Հայաստանի Հանրապետության տեսանկյունից։ Ինչու է այսպես։ Չէ, տեսեք, շատ պրակտիկ բան ենք ասում։ Օրինակ, երբ որ Մակրոնը մեր բարեկամ երկրի ղեկավարը, գիտեք, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները առանձնաշնորհյալ հարաբերություններ են եւ դրանք պայմանավորված չեն ոչ Մակրոնով, ոչ Նիկոլ Փաշինյանով, այսինքն շատ երկար պատմություն ունեցող հարաբերությունների մասին են խոսում, բայց այնուամենայնիվ, երբ որ մեր բարեկամ երկրի ղեկավարը խոսում է այն մասին, որ իրենք կոժանդակեն, որպեսզի ռուսական բազան այստեղից դուրս գա, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նախ երկրի գործերի միջամտելու դիտանկյունից պետք է հարցը նայել, բայց նաև ինչ օգնության մասին է խոսքը։ Մակրոնը հիմա կմեկնի, բայց այդ բազմաթիվ խնդիրները կմնան հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում, մեկնաբանությունների տիրույթում, այսինքն Հայաստանի տեսանկյունից ավելի լավ կլիներ, որպեսզի չհնչեին այստեղ այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էին այո խնդրահարույց լինել, մեղմ ասած խնդրահարույց լինել նաև Ռուսաստանի մասով, չեն կարող սա չընդունել։ Կամ երբ որ Զելենսկի խոսում է մայիսի 9-ին տեղի ունեցող պարադի համատեքստում որոշակի գործողությունների կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կարող է խնդրահարույց լինել, հատկապես հաշվի առնելով, որ օրինակ որոշ ժամանակ առաջ նույն Զելենսկին գտնվում էր Բաքվում եւ այնտեղ նման հայտարարություններ չէին հնչում, բայց ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր էին կնքվում Բաքվի հետ։ Այսինքն գնալ Բաքու պայմանագրեր կնքել, փոխշահավետ համագործակցություն, բայց գալ Հայաստան եւ նման պրովոկացիոն հայտարարություններ հնչեցնել Հայաստանի Հանրապետությունից եւ բնական է, որ ինչքան էլ մենք մի տեսանկյունից ենք նայում Ռուսաստանը մեկ տեսանկյունից, բայց ակնհայտ է, որ այս խնդիրը կա։ Եթե դուք լինեիք իշխանություն, Տիկին Գրիգորյան, եւ հյուրընկալեիք նման կարգի եվրոպական գագաթնաժողով, դուք Զելենսկուն չէիք ընդունի, թե որևէ կերպ թույլ չէիք տալ նման հայտարարություններ անել։ Նախ բնականաբար նման հայտարարությունները հնչելը, ինչպես ասացի, իր բացասական հետևանքները կարող են ունենալ եւ մենք տեսնում ենք Ռուսաստանից հնչող հայտարարությունները եւ ի վերջո սամիթը մեծամասամբ
Ուկրաինային վերաբերող եւ եվրոպական գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր էին իրենց մեջ պարունակում եւ ավելի պակաս մեզ վերաբերելի հարցեր։ Ես ուզում եմ շեշտադրումն անել, որ ցավոք սրտի այս սամիթը չի ծառայեցվել Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման համար։ Օրինակ, երբ որ Ալիևը ուղիղ կապով, տեսակապով միանում է եւ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք անարձագանք են մնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ վարչապետի կողմից, դա խիստ անընդունելի է։ Սա ուղղակի աբսուրդ է, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ալիևը ոչ հարգում է Նիկոլ Փաշինյանին, ոչ հարգում է Հայաստանի Հանրապետությանը, նույնիսկ Եվրոպական միության երկրներին չէր հարգում նման հայտարարություններով հանդես գալու համար։ Այո, բնականաբար պետքա պատասխան հնչեցվեր եւ ես շատ ցավում եմ, որ որևէ կերպ չարձագանքեցին։ Ալիևը ասաց, որ դուրս է գալիս նաև այն կառույցներից, որոնք ընդդեմ Ադրբեջանի բանաձևեր են ընդունել։ Սա կարող է Հայաստանը օգտագործել իշահ իրեն, հաշվի առնելով այդ բանաձևերը, որոնք առկա են, որի մասին Ալիևը նաև բարձրաձայնեց Եվրամիության գագաթնաժողովում։ Տեսականորեն այլ իշխանության պարագայում բնականաբար կարող ենք օգտագործել այդ իրավիճակը, բայց հիմա հասկանալի է, որ լրիվ այլ տրամաբանությամբ է առաջնորդվում գործող իշխանությունն, այսինքն ցանկացած բան, որ հնչում է Ադրբեջանից, դրա իրականացումն են կատարում, դա են իրականացնում գործող իշխանությունները, այսինքն մտածել, որ նոր հարթակ է բացվում, այսինքն առանց Ադրբեջանի հակազդեցության կարող են մեր պետական շահը առաջ տանել, բնականաբար դա չկա, մենք տեսնում ենք, որ նույնիսկ պատմամշակութային ժառանգության հարցը, որ քաղաքակրթական նշանակության հարց է, ավելի պակաս քաղաքական, քան քաղաքակրթական նշանակության հարցը չէ, բայց նույնիսկ այդ համատեքստում որևէ աշխատանք չի տարվում։ Վերջերս ես մի ելույթ ունեցա, որտեղ խոսում էի Դադի բանկի Գանձասարի համարասի մասին, որպես մեր ինքնության տարեր, որպես պատմամշակութային արժեք ներկայացող, հոգևոր կառույցներ, հոգևոր մշակութային կառույցներ, եւ իշխանության ներկայացուցիչներն ասում են ինչու եք այդպես խոսում, դա խաղաղության գործընթացը խաթարում է, բայց ուզում եմ ձեզ այս տարական օրինակով ցույց տալ, որ իշխանությունները չեն գնում մեր շահերի առաջմղման, հայկական պետական շահերի առաջմղման ուղղությամբ, հակառակ դեպքում ձեր ասածը շատ տեղին կլներ, որ ադրբեջանական գործոնի բացակայությամբ միջազգային պլատֆորմներում ավելի հարմար աշխատանք հնարավոր էր իրականացնել։ Այսօր ունենք իրավիճակ, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը ինչ կարող է անել, որ Ադրբեջանը, այսպես ասած, իր ինքնիշխան տարածքում չանի այն, ինչ ուզում է, խոսքը վերաբերում է հայկական պատմամշակութային ժառանգությանը։ Դե առնվազն Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ հարցերը բարձրաձայնի։ Ես իսկապես մեզ լսող մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ մոլորություն է կարծել, որ եթե դու խոսում ես քո արժեքներից, քո պատմամշակութային ժառանգությունից, խաղաղության գործընթացը խաթարվում է դրանով։ Եթե այդպես խաթարվում է, նշանակում է խաղաղություն ուղղակի գոյություն չունի։ Եկեք այդպես պարզ ասեք, որ հիմա նախընտրական այսպես զինադադարի մեջ ենք եւ պետքա լռենք մինչեւ ընտրությունները, այն ընտրություններից հետո կարող է Ադրբեջանը նույնիսկ ավելի ագրեսիվ քաղաքականություն տանել։ Սա, եթե մենք իսկապես խաղաղության մասին ենք խոսում, մենք չենք կարող չխոսել մեր եկեղեցիների քանդման մասին, մենք չենք կարող չխոսել մեր ռազմագերիների մասին, մեր տարածքային ամբողջականության վերականգնման մասին։ Հասկանում ենք, սրանք այնքան պարտադիր բաներ են։ Դարձի հնարավորության մասին։ Այսինքն դուք իսկապես ուզում եք, որ ես եւ մեր հայրենակիցները հավատանք, որ իրենք համապատասխան աշխատանք են տանում այն պարագայում, երբ Ալիևը բարձրագույն մակարդակով, տեսեք, սամիթի ժամանակ հայտարարում է նրանց որպես ռազմական հանցագործներ եւ որևէ հակազդեցություն չի հնչեցվում։ Ավելին ԿՊԱ-ական падգամավորներին հարցում են, արդյոք իրենք եւս կարծում են, որ մեր հայրենակիցները ռազմական հանցագործներ են եւ բացասական պատասխան չի հնչեցվում։ Հասկանում եք, նույնիսկ վախ կա, որ եթե նրանց ասենք, որ ռազմական հանցագործներ չեն, Ալիևը կարող է բարկանալ։ Այս համատեքստում խոսել նրա մասին, որ ջանքեր են գործադրվելու մեր հայրենակիցների վերադարձի մասին, կարծում եմ առնվազն բոլորի համար ակնհայտ է, որ այդպես չէ։ Գագաթնաժողովի շրջանակում նաև Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին Տիկին Գրիգորյան, որը նախատեսում է նաև ռազմական գործակցության առումով սերտացում, եթե չեմ սխալվում, նաև նոր սպառազինության ձեռքբերում։ Նախկինում Հայաստանը սպառազինություն էր ձեռքբերում, գիտենք, Ռուսաստանից։ Ըստ ձեզ, ինչու փոխվեց մատակարարը եւ որ փուլում։ Ես կարծում եմ առհասարակ դրական է Հայաստանի Հանրապետության համար։
գնումները բոլոր այն երկրներից, որտեղ կարող ենք մրցունակ զինտեխնիկա ձեռք բերել, այսինքն նորմալ է Ֆրանսիայի հետ հարաբերությունների նման մակարդակը, նման համագործակցությունը, իսկ թե ինչու հիմնականում փոխվեց, պատճառը շատ պարզ էր 22 թվականից հետո ուկրաինական պատերազմի բերումով Ռուսաստանը ավելի իր սեփական ներուժի վրա էր աշխատում, այսինքն մատակարարումները չէին բավարարում նաև այլ երկրների համար վաճառք կազմակերպելու համար, հետևաբար Հայաստանը այս պահին կարող է գնել տարբեր այլ երկրներից, չնայած վստահ չեմ, որ այն զինտեխնիկան, որ ձեռք է բերվում, ինքը արդյունավետ է, փորձարկված է եւ կարող է տեղայնացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար։ Իսկ ինչ եք կարծում, Ադրբեջանը սրան ինչպես կվերաբերի, հաշվի առնելով, որ նախկինում, երբ ֆրանսիական կողմը հայտարարում էր Հայաստանին նոր սպառազինություն մատակարարելու մասին, ադրբեջանական կողմը ասում է, որ սա Հայաստանի նոր ռազմականացման փուլ է եւ դա կարող է հետևանքներ եւ պատասխան ունենալ։ Նախ Ալիևը ընդհանրապես իրավունք չունի նման հայտարարություններով հանդես գալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն երկիր է, որ պետք է իր պաշտպանողականությունը ավելացնի, բարձրացնի, բայց հենց ամբողջ ողբերգությունն այն է, որ մենք հասել ենք այդ հանգրվանի, այս իշխանության կառավարման արդյունքում, որ Ալիևի հայտարարությունները այն մասին են, որ մենք պետք է սահմանափակենք մեր կարողականությունը, մարտունակությունը եւ այլն։ Այստեղ է խնդիրը, որ այսօրվա իշխանության վարած քաղաքականության բերումով Ալիևը կարող է նման կարծիքներ ունենալ, նման հայտարարություններով հանդես գալ, թե չէ բնականաբար նորմալ է, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր բանակը եւ մենք խիստ դեմ ենք եղել նրան, որ այս տարի բյուջեի ֆինանսավորումը էականորեն նվազեցվել է սպառազինությունների գնման առումով, այսինքն եթե Ալիևը ավելացնում է իր զինված ուժերին կամ զինված ուժերին տրամադրվող գումարը, ապա մենք պետք է առնվազն պահպանենք եւ ոչ թե նվազեցնենք, այստեղ մենք մեծ քննադատություն ենք հնչեցրել գործող կառավարությանը, որ պետք է գումարը գոնե պահենք, եթե ոչ ավելացնենք, զգալիորեն պետք է ավելացնել, որովհետև ռազմական դիսբալանսը գնալով ավելանում է։ Առաջարկում եմ խոսենք առաջիկա խորհրդարանական ընտրություններից, Տիկին Գրիգորյան, ձեր վերջին ելույթներից մեկում դուք հայտարարում եք, որ Արարատն է մերը արագացնել, խուստուպնել։ Իշխանությունը ձեզ ասում է, այսպես ասած, պոպուլիստական հայտարարություններ եք անում եւ ոչ մի տեղ տանող, ես մեջբերում եմ, ուռա հայրենասիրական տեքստեր։ Այս հայտարարությունները ինչի համար են։ Իսկ մեր ինքնության մաս չի Արարատը։ Ու գիտեք ինչու է ողբերգությունն այն է, որ մենք հիմա ստիպված ենք դա ասել, որովհետև մի ամբողջ գրոհ է կազմակերպվել Արարատի նկատմամբ։ Հա, Արարատը անձնագրում չլինի, անցում այն այդ կետերից, ինչպես է կոչվում, հա, այդ շտամպի վրա չդրվի Արարատը։ Մի ամբողջ արշավ ընդդեմ Արարատի։ Հասկանում եք, այս համատեքստում է, որ ես ուզեցել եմ, չէ, ես այս համատեքստում եմ, որ ուզեցել եմ ընդգծել, որ դու կարող ես խաղաղություն հաստատել քո հարևանների հետ, բայց չհրաժարվել քո պատմությունից, չհրաժարվել քո ինքնությունից։ Եվ կարծում եմ, որ այո, գալիք ընտրությունները հենց դրա մասին են, որ մենք կարող ենք անվտանգ երկիր լինել, կարող ենք խաղաղություն հաստատել մեր հարևանների հետ, բայց թույլ չենք տա մոռանալ մենք ով ենք, որտեղից ենք գալիս եւ մեր ինքնության տարերը որոնք են։ Արարատը իմ, ձեր եւ մի ամբողջ ժողովրդի ինքնության մաս է։ Եվ ինչքան էլ ուզում է Նիկոլ Փաշինյանը օրենք ընդունի, վարակույր կախի Արարատի դիմաց, պասպորտում, հա, մեր անձնագրերում Արարատի նկարը չտեղավորի, խոր վիրապնել հակառակ ուղղությունից նկարի, դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանալու է, Արարատը շարունակելու է լինել մեր ինքնության մաս եւ դա որևէ նշանակություն չունի տարածքային պահանջի տեսանկյունից եւ այլն եւ այլն։ Ես բացառապես խոսել եմ մեր ինքնության կարևոր տարի մասին։ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում հայտարարեց, նաև կոչ արեց, որ Թուրքիան սահմանը բացի Հայաստանի հետ, բայց տեսնում ենք, որ Թուրքիան դեռևս չի շտապում։ Եվ եթե նայում ենք նախորդ փուլերին, երբ Անկարայից հնչում էին հայտարարություններ, որ մինչև Երևանը Բաքվի հետ իր հարաբերությունները չկարգավորվի, Թուրքիայի սահմանի բացում ակնկալել պետք չէ։ Հիմա կարծես հարաբերությունները կարգավորվում են, բայց Թուրքիան սահմանը չի բացում, ինչու՞։ Պահանջը մեկն է, հիմնական նախապայմանն այն է, որ Ադրբեջանի հետ կնքվի պայմանագիր, խաղաղություն հաստատվի եւ չնայած բազմաթիվ հայտարարությունների եւ Ալիևի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ խաղաղությունն արդեն իսկ հաստատված է, Թուրքիայի կողմից շարունակում է այդ նախապայմանը գործել, որ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանի կողմից այս պահին գոնե մեկ հիմնական նախապայման կա մեր սահմանադրության փոփոխությունն է եւ այդ նոր սահմանադրության մեջ անկախության
հռչակագրի հղումը հանելն է։ Այսինքն նախապայմանը հիմնականում Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումն է, իսկ դրա համար թիվ 1 խնդիրը գոնե այս պահին սահմանադրության փոփոխությունն է, բայց ես չեմ էլ բացառում, որ նույնիսկ սահմանադրության փոփոխությունից հետո, ինչը ես ուզում եմ ասել, որ բացառում է, որտեղ մեր ժողովուրդը չի գնա եւ Ալիևի համար սահմանադրություն փոխի, նույնիսկ դրանից հետո Ալիևը կարող է նոր պահանջներ դնել ու այդ պահանջները շարունակական բնույթ են ունենալու։ Եվ ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ Թուրքիան է, որ փակել է սահմանը Հայաստանի Հանրապետության հետ եւ Թուրքիան է, որ պետքա բացի։ Ժամանակի ընթացքում քննարկվում էր ընդամենը մի քանի գյուղից Ադրբեջան, մի քանի գյուղից հայկական զորքերի դուրսբերումից հետո սահմանի բացման հարցը, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ամբողջական Արցախի օկուպացիայից հետո նույնիսկ ցեղասպանության հարցի արտաքին օրակարգից հանելուց հետո նույնիսկ Թուրքիան դեռևս չի կատարում այն փոքր պայմանավորվածությունները, որ ձեռք էր բերել Հայաստանի Հանրապետության հետ, մասնավորապես դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի անխոչնդոտ լինելը, ինչպես նաև երրորդ երկրի ներկայացուցիչների համար այդ հանգիստ անցումը։ Այսինքն նույնիսկ նման սիմվոլիկ բնույթի փոփոխություն Թուրքիան պատրաստ չէ իրականացնել, որովհետև կա անվերջ ադրբեջանական նախապայմաններ եւ պահանջներ, որոնք այս իշխանությունները կատարել եւ դեռ պետք է շարունակեն իրականացնել։ Հայաստանի մայր օրենքի հարցը նաև կարծում եմ առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր թեմաներից մեկն է լինելու Տիկին Գրիգորյան։ Տեսեք, դուք եւ ընդդիմադիր մյուս ուժերը ասում են, որ անկախության հռչակագիրը Հայաստանի անկախության ծննդյան վկայականն է։ Իշխանությունն ասում է, որ դա պետք է լինի իրավական քաղաքական տեքստ, որտեղ պատմական երևույթներ չպետք է լինեն։ Հիմա ինչպես համատեղել, որ ոչ պատմությունը տուժի, ոչ դիվանագիտությունը եւ Ադրբեջանի հետ կարողանանք այդ հարաբերությունները լուծել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամբողջ բանակցային պատմության ընթացքում Ալիևի մտքով նույնիսկ չէր անցնում, որ կարող է հասնել այս պահանջի, որ ստիպել Հայաստանի Հանրապետության ժողովրդին փոխել սահմանադրությունը եւ չեղարկել, այսպես ասած, անկախության հռչակագիրը։ Եվ ես աշխարհի երեսին երկու մարդ գիտեմ, ով մեր ծննդյան վկայականը համարում է կոնֆլիկտածին փաստաթուղթ։ Մեկը Ալիևն է, մեկը Նիկոլ Փաշինյանը։ Սա ուղղակի անթույլատրել է եւ ես կրկին ուզում եմ ասել հետեւյալը, որ նույնիսկ այդ փոփոխությունից հետո, չնայած ելի եմ ասում, վստահ եմ, ժողովուրդը չի գնա այդ փոփոխության, բայց այդ փոփոխությունից հետո նույնիսկ Ալիևը նոր պահանջներ է դնելու եւ այդ շարքը ուղղակի անվերջ է։ Մենք ինչքան պետք է սահմանադրության մեջ խնդիրներ չկան, որոնք բնականաբար հենց դրա մասին պետք է հատկապես նշել, որ այդ նույն խնդիրները կան նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Բայց ինչու մենք չենք ասում, որ եկեք հայլային ձևով այդ հարցը լուծենք, եթե այդ խնդիրը կա, եկեք այդ դեպքում հայլային ձևով լուծենք։ Բայց ես նաև հիշեցնեմ մեզ բոլորիս, որ մի քանի ամիս առաջ Սահմանադրական դատարանը հայտնի իր որոշման մեջ ասում է, որ անկախության հռչակագիրը ուղիղ ներառված չէ Սահմանադրության մեջ, հետեւաբար այն այսպես բառացի կարդալու դեպքում, այսինքն փորձել են այնպիսի տեքստ ստանալ, որով կարող էին ցույց տալ Ադրբեջանին, որ տեսեք անկախության հռչակագիրը զատ է սահմանադրությունից եւ բառացի ներառված չէ սահմանադրության մեջ, բայց նույնիսկ դա չի կարողացել փրկի իրավիճակը եւ փաստացի մենք ստացվում է, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվերով պետք է գնանք մի ամբողջ ժողովրդով մասնակցենք հանրաքվեի։ Ուղիղ մեկ ամսից Հայաստանի ժողովուրդը ընտրություն ունի կատարելու, ընդդիմություն թե իշխանություն։ Իշխանությունն ասում է, եթե ընտրեք մեզ, խաղաղություն է լինելու։ Դուք ասում եք, եթե ընտրեք իրենց, լինելու է պատերազմ։ Հիմա մեզ լսող հեռուստադիտողը ինչպես կողմնորոշվի, որ ապրի խաղաղ պայմաններում պատերազմ չլինի, երկիրն էլ բարգավաճի։ Ես կարծում եմ տարիներ հետո հատուկ քննության առարկա, այսպես փորձելու են հասկանալ քաղաքական տեխնոլոգիաների առումով ինչպես է ստացվել, որ մի ուժ, ում օրոք եղել են ամենաշատ պատերազմները, կարողացել է իրեն դիրքավորել որպես խաղաղություն բերող, իսկ այն ուժը, ում օրոք միայն խաղաղություն է եղել, իրեն փորձել են պիտակավորել որպես պատերազմ բերող, որտեղ եկեք ընդունենք, որ սա անոմալիա է, քաղաքական անոմալիա է։ Իսկ երբ որ հարցնում եք, մեր ժողովուրդը ինչպես կողմնորոշվի խաղաղություն, պատերազմ, խաղաղության ուժեր կամ պատերազմի ուժեր, այս դիսկուրսում ինչ եզրակացությունների կա։ Նախ եւ առաջ ես ուզում եմ ասել, որ չկա պատերազմի կողմ, ուղղակի չկա։ Խաղաղություն, պատերազմ դիսկուրսը ուղղակի արհեստածին դիսկուրս է, որովհետև պատերազմի կողմ ուղղակի գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ուժ, ով կասի, որ ինքը պատրաստվում է
պատերազմ հրահրել, չնայած 30 տարվա պատմության մեջ ընդհանրապես երբեք Հայաստանը պատերազմ չի հրահրել։ Եվ այս խոսույթը շատ վնասակար է հենց Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեզ դիտարկում են որպես պատերազմող կողմ, պատերազմ հրահրած կողմ։ Եվ հետեւաբար ինչպես կողմնորոշվել, պետք է կողմնորոշվել հետեւյալ կերպ։ Ում օրոք է եղել պատերազմ։ ԿՊ-ի օրոք է եղել։ Ում օրոք չի եղել պատերազմ։ Հայաստան Դաշնքի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին չի եղել պատերազմ։ Հետևաբար շատ պարզ, հա, այսպես էմպիրիկ վերլուծություն պետք է կատարել հասկանալու համար հողի վրա իրականությունը։ Աշխարհում երկրորդ դեպքը չգիտեմ, որտեղ մի կողմը ունենա ռազմագերիներ, օկուպացված տարածքներ եւ դեռ ասի, որ եւ փակ սահմաններ եւ դեռ ասի, որ մենք հասել ենք խաղաղության։ Այ երբ որ մեր բոլոր գերիներին վերադարձնեն, մեր տարածքներից հետ քաշվեն, ճանապարհները բաց են, սահմանները բաց են, այդ դեպքում հնարավոր կլինի իրական խաղաղության մասին խոսել։ Բայց ես կարծում եմ հիմա նախընտրական ուղղակի հրադադար։ Մեկ այլ տարբերության մասին եւ եզրափակենք մեր եթերը Տիկին Գրիգորյան, դուք ասում եք խաղաղության համար պետք են երաշխավորներ, իշխանությունն ասում է երաշխավոր պետք չէ եւ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց երաշխավորել, որ պատերազմ չի լինի։ Կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը։ Ես պատկերացնում եմ Ալիևի դեմքը, երբ ինքը լսեց, որ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Դե լավ, նոնսենս է, չէ՞։ Այսինքն մենք մեզ կարգում ենք անվտանգության երաշխավոր մի երկրի, որ մեր նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել, շարունակում է մեր տարածքները օկուպացված պահել, մեզ հիվանդ հասարակություն է կոչում, իսկ մեր պատմամշակութային արժեքներն էլ ոչնչացնում է։ Կեցե ժողովրդավարությունը եւ ինչ է նշանակում։ Այսինքն մենք ուզում ենք, որ նման երկիրը մեր անվտանգության երաշխավորը լինի։ Հիմա մենք ասում ենք մի քանի տարբերակ կա, որոնցից մեկը այո, ՔՊ-ն առաջարկում է, որ մեր անվտանգության երաշխավորը լինի Ադրբեջանը։ Մենք ասում ենք բազմաթիվ սցենարներից միակ մերժելի տարբերակը դա է։ Եկեք մտածենք այլ տարբերակների մասին, որ այլ ուժեր, ովքեր հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության եւ ովքեր ունեն ներուժը դա անելու, պայմանավորվենք, բանակցենք եւ իսկապես անվտանգության երաշխավորներ ձևավորենք երկկողմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։